38401 զորամասի հրամանատար գնդապետ, անձնավիրաբար հայրենիքին ծառայելու համար։ Սերգեյ Սլավայի Շաքարյանը պարգևատրվում է ոսկե մեդալ Զորավար Անդրանիկ մեդալով հայրենասիրության համար։ Պարգևատրում է պատվոգրով 11-րդ վաշտի կրծեր սերժանտ Լևոն Միշայի Ահարոնյանը։ Պարոն գեներալ գնդապետ, մոտիկանում ենք պարոն գեներալ գնդապետին։ 9-րդ վաշտից շարքային Հրայ Սամվելի Հարությունյանը։ Տասնչորսերորդ վաշտից սերժանտ Հովանես Պրտավյանը։ Նվագախմբի երաժիշտ շարքային Կարեն Գևորգյանը։ Նվագախմբի երաժիշտ շարքային Համբարձում Կարապետյանը։ Նվագախմբի երաժիշտ շարքային Արեն Նասիրյան։ Համբարձում։ Նյութապահման վաշտի ճաշարանի պետ խոհարար ավակ ենթասպա Արմեն Ավակյանը։ Եկավ, ոտեցի։ Պարոն գեներալ գնդապետ, ճաշարանի պետ ավակ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կապիտան Հեղինե Հովանեսյանը։ Էմմա Վանիկի Կորնիենկոին զոհված ազատամարտիկների ընտանիքների աջակցելով և բանակաշինության մեջ մեծ ներդրումներ անելու համար։ Սիրելի զինվորներ, ես ուզում եմ ներկայացնեմ, որ Արսեն Ռաֆիկի Պապյանը 2 տարի շուրջ շարունակ համագործակցում է մեր կազմակերպության հետ և իր բարերար ընկերների հետ միասին աջակցում է մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որի համար ուզում եմ ողջունենք, ծափահարենք, որովհետև այսուհետև զորամասերին ենք հաճախակի մենք Արսեն Պապյանի հետ միասին աջակցելու բոլոր զինվորներին։ Ծափահարենք մեր Պապյանին։ Եվս մեկ անգամ բոլորս էլ բարձր ողջունում ենք մեր պատվոգրերի կապակցությամբ։
Հիմա զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքների աջակցող հասարակական կազմակերպության նախագահի կողմից պարգևատրում են պատվոգրով Զորամասի հրամանատար գնդապետ Սերգեյ Շաքարյանը, Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արթուր Հենոյե Քոչարյանը, Յոթորդ վաշտից առաջի դասակ է երկրորդ ջոկի հրամանատար սերժանտ Վաղինակ Մհերի Պողոսյանը, ութորդ վաշտից շարքային Արմեն Նվերի Աբդալյանը, ութորդ վաշտից սերժանտ Ռուջիկ Հարությունյանը, տիկի Կորնիենկո ենք դիմում բոլորս, 9-րդ վաշտից շարքային Բաբայան Վարդան, 11-րդ վաշտից շարքային Արտյոմ Մկրտչյանը, 11-րդ վաշտից շարքային Վազգեն Ազրոյանը, 12-րդ վաշտից կրծել սերժանտ Սերյոժա Աբրամյանը, 12-րդ վաշտից շարքային Սերյոժա Հարությունյանը, 9-րդ վաշտից ճաշարանի խորարար շարքային պայմանագրային Անահիտ Գրիգորի Ղարյանը, ճաշարանի ավակ խորարար շարքային պայմանագրային Ելիզավետա Ալավերդյանը, բարդ ծափարություններով մեր մայրիկներին, մեզ ճաշ են տալի, 9-րդ վաշտից շարքային Մանուկ Մանուկյանը, 9-րդ վաշտից շարքային Արտակ Ավետիսյանը, 4-րդ գումարտակից հակատանկային դասակից Ֆագոտ ջոկի օպերատոր շարքային Գարուշ Ղազարյանը, Գարուշ Ղազարյան, Մեկ Զորամասի փոխգնդապետ Արթուր Հենոյի Քոչարյանը, պատվոգրով անձնվիրավոր հայրենիքին ծառայելու համար, պարգևատրվում է մեդալ Տիգրան Մեծ, մեր հայրենիքը եղել է ծովիցով ու մենք ձեզ որոշել ենք պարգևատրել Տիգրան Մեծ մեդալով, Արթուր Հենոյի Քոչարյան։ Հիմա Զորամասի հրամանատարի հրամանով պարգևատրվել են պատվոգրով բանակ հասարակություն կապը ամրապնդելու, զինծառայողների բարոյական վիճակը բարձրացնելու համար
պարգևատրում են Էմմա Վանիկի Կորնիենկոն, ողջունում ենք բոլորս։ Գեներալ գնդապետ Արսեն Ռաֆիկի Պապյանը, Գեներալ գնդապետ Ալեքսան Հովանեսի Ոսկանյանը, կազմակերպիչ Ռուզան Միշայի Մարտոյանը, կազմակերպիչ Անահիտ Նորիկի Կարապետյանը, Իվան Ալեքսանի Մոսոյանը, Հակոբ Գառնիկի Գարասիմյանը և մեր Ղարաբաղի վեցիրան պատերազմի ժամանակ վաշտի հրամանատար Հեղինե Մարգարի Հովհաննիսյանը կապիտան, Ապարություն, Սիրելի զինվորներ, շնորհավորում եմ բոլորիդ նվերները ստանալու համար, դուք բոլորդ էլ, ինչպես նշեց մեր Տիկին Պապյանը, հերոսներ եք ազգի, ներող լինեք, որ մենք ոչ բոլորին են կարողացել պարգևատրել, բայց մենք նորից կվերադառնանք եւ բոլորդ էլ կունենաք մեր վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Այժմ մենք կազմակերպել ենք միջոցառում մեր հրամանատար կազմի հետ միասին ձեզ ուրախացնելու համար։ Ես խնդրում եմ բոլորդ միասին ուրախացեք, երգեք, պարեք, մասնակցեք մեր երգիչի հետ միասին։ Կրկին անգամ բոլորին շնորհավորում եմ։ Քիչ առաջ նշեցի, որ մեր մոտ մասնակցում է Արցախյան պատերազմի մասնակից Ջեմա Հովհաննիսյանը, Հեղինե Հովհաննիսյանը Ջեմա Մագանով, որ բոլոր զինվորները սիրում են, հարգում ու պաշտում Ջեմային։ Տիկին Ջեման ուզում եմ մի երկու խոսքով ձեզ ողջունել, հետո մենք շարունակենք մեր ուրախությունը։ Խնդրեմ Ջեմա։ Լավ է ուշ քանդերփեք։ Պարոն գնդապետ, պարոնայք սպաներ, զինվորներ, սերժանտներ, ծնողներ, հյուրեր։ Առաջերտին ես ուզում եմ բոլորս միասին 5 րոպե լռությամբ հարգենք Արցախն ազատագրման պայքարում զոհված մեր մարտական ընկերներին, խոնարհվենք նրանց շիրիմներին, հպարտությամբ ասել փառք ու պատիվ հայոց մայրերին, որ ծնեցին, համալրեցին հայոց բանակը, եւ այսօր դուք, սիրելի զինվորներ, կանգնած եք հայոց պետական սահմանի անվտանգության երաշխավորությամբ։ Ես հպարտանում եմ ձեզանով, աշխարհում հայ մայրերից լավ մայրեր չկան, միայն հայ մայրերն էին, որ երգում էին օրորոցում դեռ ձեզ նոր ծնած, ասելով քելելահով վտարված է մեր երկիր։ Այսօր մեր երկիրը վտարված չէ, այսօր մենք ունենք հզոր բանակ, փառք ու պատիվ հայոց բանակին։ Փառք ու պատիվ հայոց մայրերին, որ ծնեցին հերոսական որդիներ։ Փառք ու պատիվ ազատ անկախ Արցախին, ամբողջ Արցախի բնակչությունը համար մեկ զինվոր է, նոր ծնված երեխայից մինչև 100 տարեկան տատիկն ու պապիկը։ Փառք ու պատիվ Արցախի ժողովրդին հերոսական եւ դրա հետ մեկտեղ մենք հզոր ենք մեր լեռների պես։ Արցախ, Հայաստան եւ Սփյուռք,
Փառք ու պատիվ ամբողջ աշխարհի հայության, որ մեր կողքին կանգնած են։ Փառք ու պատիվ երկրապահ բոլոր տղաներին, որ այս պահին հոգիները այս լեռներում են։ Փառք ու պատիվ բոլորիս, բայց ես ուզում եմ մեկ րոպե լռությամբ, պատվով, այն արունը, որ թափվել է, այն զինվորները, որ զոհվեցին, նրանք գիտեին, որ մեր գոյև գալիք սերունդները գալու են և պաշտպանելու են այն հողը։ Ես համբուրում եմ բոլորից, խոնարհվում եմ բոլորից մայրերի առաջ, որ ծնեցին ձեզ և ուղարկեցին պաշտպանելու հայոց պետականությունը։ Ես ուզում եմ խաղաղություն, որ ոչ մի մայր թող հարցում չթափի, բայց եթե պետք լինի հենց հիմա, հենց այս քարով մենք Բաքու կմտնենք, փառք ու պատիվ մեր զոհվածներին, մեկ րոպե հարգենք պատվով։ Շնորհակալություն եւ ես որպես ազատամարտիկ Պարոն գնդապետ խնդրում եմ կներեք երևի ավել մի քիչ երկարացրեցի զինվորներին կանգնեցնել, բայց ես այս պահին որ այստեղ եմ, ես հպարտանում եմ մեր կանանցով, հպարտանում եմ, որ մեր զոհված ազատամարտիկների կանայք, հայ կինը այսօր բանակի կողքին է, մենք իրավունք չունենք, բանակ, հասարակություն, դպրոց, պետություն, դա է մեր ճակատագիրը, պատվով մեռնելն անպատիվ ապրելուց լավ է, ես կուզեի ասպետին վայել մեռնելը հայոց պետական սահմանները պաշտպանելուց, քան որպես մի ծերկին անկողնում պարկած, պատվով մեռնել անպատիվ ապրելուց լավ է, փառք ու պատիվ մեր բանակին, պարոն գեներալ, ողջունում եմ ձեզ, որպես մարտական ընկեր, այսօր ձեզ կողքին են մեր գեներալները, բայց նրանք ընդամենը զինվորներ են հասարակ, հայ որդիներ են, հայ մայրերն են ծնել, համբուրում եմ ձեզ, ձեր այդ հպարտ կեցվածքի, կանգնվածքի, զինվորի կողքին լինելու, գաղափարին, ես մեռնեմ ձեր պահած դիրքերին, ձեր ծնած մայրերին, փառք ու պատիվ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե կեցե ազատ անկախ Արցախը, կեցե հայ զինվորը, համբուրում եմ ձեզ, վիվա, պետք էլի Բաքու կմտնենք, բայց մենք թույլ չենք տա հայր մերի փոխարեն բիսմիլլա ռախման ռահիմ ասեն։ Այժմ միկրոֆոնը հանձնում ենք մեր երգիչին, տեսնենք ինչ ունի ձեզ ասելու, սիրելի զինվորներ, ու կխնդրեմ բոլորը միասին մասնակցեն այս ուրախությանը։ Ողջունում եմ մեր զինվորներին, մեր հայոց պահապաններին, մեր հայ ազգի պահապաններին, ձեր ցավը տանեմ, միշտ ամուր լինեք։ Ես այս զորամասում եմ ծառայել 17 տարի առաջ, եկել եմ 17 տարի անց այն ծառայությունից, եկել եմ վերհիշում եմ, ձեր ցավը տանեմ, ձեզ ամրություն եմ ցանկանում, միշտ ուժեղ լինեք, միշտ հպարտ լինեք, ոչ մի բանի դեմ չվախենաք, թուրքը ոչ մի անգամ չի կարա մեր դեմ հանգարտ ինչ-որ մի հատ խոչընդոտ առաջացնի։ Մենք ուժեղ ենք, հպարտ ենք, գնացինք ուրախանում ենք, ձեր ցավը տանեմ։ Հովն ու ջուրը թինավ ու հուրցուան մահական, որդիները թաչարի ու անմահական, հովն ու ջուրը պահում են միշտան մահական, աչերիդ ողջ աշխարը գիտի, ես համարը միշտ պատրաստել մատի, մի ծախրո կարու գրգա, մեր պատմություն է վրկա, մի վերքն են ծապկտա,
We